Տեսություն ժողովուրդ, Ես գցեցի ապա քիչ ավելի դատը Դժվարանում եմ այս ամեն ինչը հաղթանակ համարել, բայց մարդասիրության ու անձի կյանքի ու առողջությունը պահպանելու նկատառումներով էլի կարող եմ հաղթանակ համարել, բայց ոչ երբեք արդարության ու արդարադատության հաղթանակ, որովհետև դուք էլ տեսաք, որ այս մարդկանց այն մեղադրանքը ոչ միայն իրավական չի, նաև բարոյական չի, ինչը որ տրված է այս մարդկանց։ Այստեղ հանցանք չկա, որի հիմքով էլ պետքա գնահատեինք, թե կան արդյոք խափանման միջոցի կիրառման հիմքեր, թե չկան։ Բայց տեսանք, գոնե ուրախ եմ, որ Արսենը հիմա ազատության մեջ է ու այս տարափը ապօրինությունների, խտրականության, անմարդկային վերաբերմունքի, պրովոկացիաների այնքան շատ է, այն որ այս 2 ժամվա ընթացքում փորձեցինք գոնե ամենաէականները, որ համ հանրությանը պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել մոտավոր ակնարկով տեղ հասցնենք, համ էլ Արսենի վիճակը ու պայմանները ներկայացնենք ու հասնենք այս որոշման։ Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հաջորդող դատական նիստերին հատ առ հատ լինելու է այս ամբողջ սխալների, աճպարարությունների, քրեադատավարական բյուրոկրատիայի մեջ ամեն ինչի գնահատականը դատական նիստերի ժամանակ տրվելու է։ Սողոյան, մենք ինչպես հասկացանք, խնդիր է եղել նաև դատաբժշկական փորձառությունների հետ կապված, մինչև հիմա չի իրականացվել։ Ոչ, ես ձեզ ներկայացրեցի ինչպես են այդ բյուրոկրատիան կազմակերպել, այսինքն քննչականը դատախազության վերահսկողության ներքո այնպես է բանարել, շատ լավ իմանալով հենց այդ պահին, էլի, դա նույնիսկ միաժամանակ է տեղի ունեցել, եղել են դատաբժշկականի բժիշկները, որոնք ասել են հենց քննիչին, ասել են, որ այս մարդուն կարիք կա մի հատ տանենք, հենց այսօր գնում ենք մենք մեր հաստատություն, գրություն ուղարկենք, որ պետք է ուղարկենք ստացիոնար բուժհաստատություն հիվանդությունները հաստատելու։ Այդ պահին քննիչ ասում է, ես գործը ավարտում եմ։ Քննիչին ասում եմ, հարգելի քննիչ, ո՞նց եք դուք ավարտում, ախր դուք եք այդ հարցադրումը բարձրացրել, ունի այս մարդը այդ հիվանդությունը, թե չունի, ո՞նց եք այդ հարցը բաց թողած, հələ մյուս հարցերը չեմ ասում, մյուս փորձ։ Այդ հարցը ախր Արսեն Ղուկասյանի վերաբերյալ չփակած ո՞նց եք ավարտում։ Ավարտում էին հենց սրա համար, ավարտում էին, որպեսզի երբ որ այդ տեղ կհասնեին այդ հանձնաժողովի բժիշկները կուղարկեին այդ գրությունը, քննիչը ասեր, դե ես արդեն էլ վարույթի տերը չեմ, գնացեք դատարանով կանեք, որ մարդը փաստացի շարունակի մնա այս խոշտանգող պայմանների ներքո։ Մեղադրիստ բողոքարկելու եք տնային կալան։ Իհարկե, որովհետև մենք գտնում ենք հիմնավոր կասկածից սկսած մինչև կալանավորման հիմքեր, որ առկա չեն։ Մեղադրող կողմը, այսպես էր ասում, ինքն պետք է կալանքը շարունակվի 3 ամիս այն պատճառով, որ միգուցե կրկին պարոն Ղուկասյանը հանցագործություն իրականացնի։ Այդ մասով ինչ որ բան կա։ Եկեք հանցագործությունը վերաձևակերպենք խաղաղ ակցիա ու ասենք, որ այլևս մեր իրավապահ համակարգի դիրքորոշումն է, որ մարդիկ ակցիաներ մի իրականացրեք, անհետ կորածների ծնողներ, մի եկեք տարբեր գերատեսչություններ, ձեր որդիների մասին պատասխաններ մի փնտրեք։ Ինչ ասած։